Սիրելի երեխաներ, այսօրվա մեր դասը շատ հետաքրքիր եւ համեղ թեմա է լինելու։ Այսօր բացում ենք տետրերը եւ գրում ենք Հարիսայի բաղադրությունը։ Ընկեր Երմանիկ, կարող եմ մի բան ասել։ Այո, քաղցիկ։ Ճիշտ ասած, այսօր մեր մաթեմատիկայի ուսուցչուհին մի հանձնարարություն է տվել, որը չեմ կարողանում կատարել։ Կարող եք ինձ օգնել։ Մաթեմատիկա։ Այո։ Այո, իհարկե, չէ, որ մաթեմատիկան այն առարկան է, որ ամենից լավն է ինձ մոտ ստացվել դպրոցում, կարող ես մոտենալ։ Ընկեր Երմանիկ, հարցը հետևյալն է։ Ուրեմն 3 ընկեր են լինում։ Նրանք որոշում են պաղպաղակ գնել, եւ նրանցից յուրաքանչյուրն իր մոտ ունենում է 100 դրամ։ Նրանք գնում են խանութ, տալիս են 300 դրամը եւ վերցնում 3 պաղպաղակ։ Դուրս են գալիս խանութից։ Բայց վաճառողը վազում է նրանց ետևից եւ վերադարձնում 50 դրամը։ Արամին։ Արամը այդ 50 դրամը վերցնում է, 20-ը դնում է իր գրպանը եւ 10-ական տալիս է ընկերներին։ 10-ը մի ընկերոջը, 10-ը մյուս ընկերոջը։ Այո։ Հիմա հարց։ Եթե պաղպաղակին վճարել են 250 դրամ, վաճառողը վերադարձրել է եւ Արամը 20 դրամը իր գրպանն է դրել եւ 10-ական վերադարձրել է ընկերներին։ Ուր է կորել այն մյուս 10 դրամը։ Մի րոպե, հիմա կհաշվենք 300 դրամը, 50 դրամը, 20 դրամը, դրել է գրպան, 10-ական վերադարձրել է ընկերներին։ Դե այդ հարցի պատասխանը կարծում եմ այստեղ 300 դրամը, նրանք այո, ամեն մեկ ունեին 100 դրամ։ Դե ընկեր Երմանիկ, որտեղ է այդ 10 դրամը։ Դե որտեղ է, քաղցրիկ։ Այդ 10 դրամը, ես գիտեմ որտեղ է այդ 10 դրամը։ Այն ինձ մոտ է։ Այո, այս 10 դրամը։ Ուրեմն կասեմ, ընկեր Երմանիկի մոտ էր այդ 10 դրամը։ Այո, այն չի կորել, այն այստեղ է։ Այն քեզ հետաքրքիր պատասխան։ Այո, իզուր չէ, որ մաթեմատիկան իմ ամենասիրելի առարկան է եղել դպրոցում։